Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր այսօր նոյեմբերի 9-ը 2020 թվականի 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն ենք նշում, նաեւ այն հայտարարության, այն տխրահարճակ հայտարարության, որ միջնորդեց Ռուսաստանը այդ օրը եւ մեծ հաշվով կարծում եմ կարիք կա մշտապես խոսելու, նոր շերտեր բացահայտելու, զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ իմ բարեկամ Ռուբեն Մերաբյանի հետ, ես Արման Բաբաջանյանն եմ, այդ կուսակցության նախագահը, ողջույն Ռուբեն։ Ողջույն։ 5 տարի առաջ այսօրը մենք հետևում էինք այդ իրադարձություններին կուսակցությունում էինք ամբողջ գիշեր հրապարակում մեր անմիջական այսպես հարևանությամբ տեղի էին ունենում հայտնի դեպքերը ջարդարարների այդ գործողությունները հիմա կուզեմ որ հետահայաց ռետրոսպեկտիվ այսպես հայացք նետենք տեսնենք թե ինչ տեղի ունեցավ նախորդին նաև Ռուսաստանն էր անդրադարձել այդ հայտարարությանը եւ խոսել հրատապության մասին, վերադառնալու օրինակ այդ երակոմ պայմանավորվածություններին, այսինքն դեռևս շրջանառված պայմանավորվածությունները խաղաղության գործարքի վերաբերյալ կա ստորագրված 3 երկրների նախագահների կողմից Միացյալ Նահանգների վկայությամբ կամ միջնորդությամբ ձեռքբերված կարևոր պայմանավորվածություն, բայց Ռուսաստանը մասնակի ողջունելով այդ պայմանավորվածությունները այնուամենայնիվ շարունակում է ոտնձգել այս խաղաղության վրա, ես կասեի։ Մնալ դեռևս ձգտել ամեն կերպ խափանել այս գործընթացը, արգելակել խաղաղությանն ուղղված ջանքերը եւ թույլ չտալ, որ այն տևական լինի, հարատև լինի եւ արդյունավորվի կոնկրետ արդյունքներով։ Եվ հասկանում ենք նաեւ, որ նրանց ձայնակցում են ներքին քաղաքական շրջանակներ, ես կուզեմ, որ ընդհանուր առմամբ գնահատենք, գիտեք, տևական ժամանակ այդ փաստաթուղթը քաղաքական ուժերի մի ամբողջ պալիտրա գնահատում էր որպես կապիտուլյացիա։ Այո։ Հիմա ասում են, որ օգոստոսի 8-ի բաղդադմամբ մի երանելի մի փաստաթուղթ ուրեմն պետք է հետ բերել ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը անկախ նրանից Ղարաբաղը կա, չկա, Ղարաբաղի բնակչությունը կա, չկա, ասում են, որ այդ ճանապարհը տանք նոյեմբերի 9-ի 9-րդ կետով նախատեսված հույս կառաջանա, որ ղարաբաղցիները կվերադառնան Արցախ։ Այսինքն այդ աստիճան անբարոյական քարոզչություն է գնում վարկաբեկելու ձեռքբերված են պայմանավորվածությունները, որոնք ոչ միայն պայմանավորվածություն են մնացել, այլև Միացյալ Նահանգները չտեսնված նաև արագություն է ցույց տալիս, թե ինչքան է շահագրգռված, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Ես կուզեմ, որ մասնակի խոսենք դրա մասին, խոսենք նաև վարչապետի նախորդին արած այն կարևոր գրառման մասին, որ վերաբերում էր անկլավներին եւ Հայաստանի ինքնիշխան տարածքին եւ Արցվաշենի ու ինքնիշխան այլ տարածքների վերադարձի մասին։ Կարող ենք ենթադրել օրինակ այդ գրառումից հետո, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողացել պայմանավորվել տարածքների փոխանակման շուրջ։ Կարող ենք առհասարակ մտածել, որ Ադրբեջանը որոշակիորեն սկսում է կոշտացնել իր ռետորաբանությունը, որոշ հարցեր նաև արագ լուծելու նպատակով, ինչ է հետապնդում Ադրբեջանը այստեղ եւ ամերիկացիները օրինակ այստեղ անելիք ունեն թե ոչ։ Մենք Կարո Փայլանի հետ էինք այս շաբաթ հանդիպում եւ կուզեմ նաև խոսենք այդ հանդիպման կարևոր արձանագրումների մասին։ Փայլանը հանդիպում է միջազգային գործընկերների հետ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, նա խոսեց մի կարևոր գաղափարի շուրջ, որ եվրոպացիները կարող են այստեղ այսպես կայունացման կամ տարածաշրջանային զարգացման մի հիմնադրամ ստեղծել եւ այն բոլոր ծրագրերը, որ նախատեսված են ամերիկացիների հետ պայմանավորվածությունների շրջանակում TRIP-ը կամ այլ երկաթուղային ենթակառուցվածքներ կառուցելու համար, ուրեմն եվրոպական շահագրգիռ երկրներ եւ ոչ միայն եվրոպական, օրինակ ասիական երկրներ, Չինաստանը կարող է այդտեղ մասնակցի երկրների դեպ դա միայն եվրոպական երկրներին չի վերաբերում, այդպես էր նաեւ Փայլանը ասում եւ իհարկե հայ-թուրքական սահման
որ կարող է արդեն հունվարին բացվել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Բայց դրանից առաջ թերևս պետք է լինի Միացյալ Նահանգներում նաև Կենտրոնական Ասիայի 5 պետությունների առաջնորդների եւ Միացյալ Նահանգների նախագահի միջև արդեն տեղի ունեցած հանդիպման մասին խոսել։ Հաստատապես կարող ենք ասել, որ առանց օգոստոսի 8-ի այդ հանդիպումը ընդհանրապես անիմաստ կլիներ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ճանապարհը միջանցքի, որը Կենտրոնական Ասիայով Կասպից ծովը գալիս միանում է Հարավային Կովկասին, գնալով եվրոպական շուկա, այս ամբողջը հնարավոր է եղել, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ի վիճակի են եղել պայմանավորվել։ Միանշանակ։ Հիմա գանք նրան այս նոյեմբերի 9-ը սա այն կոնֆիգուրացիան էր, որը երազում էր Ռուսաստանը, որ ըստ էության բոլոր խոցելի կետերը մեր տարածաշրջանում առանց կոնֆլիկտի կարգավորման, առանց կոնֆլիկտի կարգավորման հեռանկարի նույնիսկ, բայց Ռուսաստանն արդեն հենց գետնի վրա արդեն վերցնում էր իր հսկողության տակ եւ լեգիտիմացնում։ Այս պատերազմը հասունացել էր դեռ հասունանում էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիների կառավարման հենց սկզբից 2010 թվականից սկսած Ադրբեջանը զինվում էր հարձակողական զենքով, Հայաստանի ականջներին կախվում էր լապշա։ Դա էլ պայթեցրեց իրավիճակը հաշվի առնելով այն ներքին այն խոցերը, որը կար Հայաստանի ներսում եւ չէր կարող այդ ընդվզումը չլինել։ Այսօր իհարկե մենք լսում ենք թշվշոցներ, նա վերջերս Սերժ Սարգսյանն էր մի 6 ժամանոց հարցազրույցում պատմում, թե ոնց Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը կոնսենսուս ձեռք բերեցին Հայաստանում իշխանություն փոխելու համար, բայց այդ արանքում այնպես ստացվեց, որ Արևմուտքը միացավ, սկզբից դիտարկում էր դա զուտ որպես ռուսական օպերացիա, բայց հետո ինքը միացավ եւ իրավիճակը շրջեց հոգուտ իրեն։ Սա է ասում ինքը Սերժ Սարգսյանը։ Սա մենը բավականին վտանգավոր խոսակցություններ են, հաշվի առնելով թե ինչ գայթակղություններ է ստեղծում ռուսների համար, սա փաստորեն ռուսներին հասցեագրված մի էստի համեցեքի մի փորձ է, ընդորեն ոնց ասեմ, դարասկզբի շուկայի են դռան կանգնած բոշեքի մակարդակի նույնիսկ, ահա թե մենք ինչի հետ գործ ունենք, բայց սա չի աշխատելու։ Նաև միջոցների մեջ խտրություն չդնելու Հայաստանի հարցերը լուծելու բոլոր հնարավոր ճանապարհները օգտագործելու եւ ազատություն տալու։ Հիմա գործողությունների մեջ։ Բարեբախտաբար Ռուսաստանը թաղվեց Ուկրաինայի իր այդ պատերազմում, որովհետեւ նոյեմբերի 9-ի այդ թուղթը դրվելու էր մեր պետության գերեզմանակարին։ Բոլոր process-ները տանում էին դեպի դա։ Մենք կարող ենք հիմա այսպես ռետրոսպեկտիվ ձևով դա պնդել։ Հայաստանը ուղղակի դեռ տարիներով պետքա մոլ վառի, թե ինչից է պրծել։ Իսկ պրծել է նրա շնորհիվ, որ ուկրաինացի ժողովուրդը ջարդել եւ ջարդում է այդ հրեշի ատամներն ու ողնաշերը։ Եվ մեր առաջ շանս բացվեց բեկելու իրավիճակը հոգուտ մեզ։ Մենք դա այդ բեկումը ամրագրել ենք օգոստոսի 8-ին։ Նոյեմբերի 8-ը դա 3 ամիսն է արդեն ֆիքսում, նոյեմբերի 8-ը 3 ամիսն է ֆիքսում օգոստոսի 8-ից հետո, փաստորեն, հիմա մտել է ամեն ինչը գործնական փուլ, Հայաստանը եւ Ադրբեջանը, որքան էլ որ Ալիևը զազրախոսի այնտեղ, իսկ իր արտգործնախարարին էլ միացնի այս հիբրիդային պատերազմում որպես մի ստորաբաժանում, այնուամենայնիվ ընդառաջ քայլեր են անում, տրանզիտային սահմանափակումներ են հանվում եւ այլն։ Այո, Ալիևը Հայաստանին ընդառաջ քայլերի համար կոնֆետներ է սպասում արևմուտքից եւ հենց չի ստանում, սկսում է խոսալ Սևանա լճից։
պատկերավոր ասած։ Զուգահեռ իհարկե փորձագետներն էլ ասում են, որ սա տարածքային ոչ մի պահանջ չի իրենից պարունակում, Հաջիևն է ասում, որ Զանգեզուրի միջանցքասելով մենք տարածքային որևէ նկրտում չունենք, այսինքն եւ այլն։ Հիմա այս ամենը հաշվի առնելով մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Հայաստանը հիմա մի հրամայականի առջև է կանգնած, դա հաստատուն քայլեր, ինստիտուցիոնալ քայլեր անելն է։ Որոնք են։ Դուք հիշատակում եք Կարո Փայլյանի հետ մեր հանդիպումը, երբ նա առաջարկում էր ստեղծել տարածաշրջանում կայունության մի հիմնադրամ, ամերիկա-եվրոպական, հա, նաև ծոցի երկրների շատ ճիշտ գաղափարը, ճիշտ ուղղությամբ, ես սրան նույնիսկ կավելացնեի, որ այո, Հայաստանի կառավարությունը պետք է նախաձեռնի այս ողջ խաղաղության խաչմերուկի կառուցման, դրա պակասող օղակների համալրման համար, այո, մի ներդրումային միջազգային ֆորում։ Ես պատկերացնում եմ, որ դա կարող է լինել, չգիտեմ, Լոնդոնում, հա, ֆինանսական կենտրոններում, Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Ֆրանկֆուրտում, չգիտեմ, որտեղ առավել նպատակահարմար կլինի, բայց դա պետք է արվի շատ շուտ եւ այդ պարոն Փայլյանի առաջարկած այդ ֆոնդը համալրվի այդ ամենի արդյունքում եւ իհարկե նաեւ երկկողմ բանակցություններ թե կորպորացիաների հետ թե կառավարությունների հետ։ Խոսում ենք մոտ 2-3 միլիարդ դոլար։ Դա ընդհանրապես որևէ խնդիր չի արևմուտքում եւ ծոցի երկրներում մեր գործընկերների նաև Եվրամիության դեսպանի հայտարարությունը, որ 2.5 միլիարդ ֆինանսավորել ձեռքբերված պայմանավորվածությունները, կարծում եմ, որ դա շատ ավելի արդյունավետ կլինի, եթե մենք հիմնադրամում հիմք է լավ եւ այո, հիմնադրամում այդ միջոցները կարողանան կենտրոնանալ եւ մի տեղից ուրեմն կառավարվեն եւ ծախսվեն այն առաջնահերթ ծրագրերի վրա, որ խաղաղության խաչմերուկին կյանքի կոչելու, դա կենսագործելու ուրեմն ծրագրերի։ Ավելին ասեմ, արևմուտքի շահերը ավելի այսպես ծանրանում են մեր տարածաշրջանում եւ ավելի երկարաժամկետ հեռանկար ձևավորում, որքան էլ որ որոշ տափակ փորձագետներ խոսեն, դե սա կարճաժամկետ է, սա սիտուատիվ է, սա Նոբելյան մրցանակի համար է, սա որ ասի 8 պատերազմ են բանարել, էս էլ 8-րդն է եւ այլ։ Տեսեք, մեր տարածաշրջանը, նույնիսկ մեր տարածաշրջանում շահերը ածանցվում են ավելի լայնամասշտաբ եւ ավելի խորը շահերից, որոնք ունեն Եվրոպան եւ Միացյալ Նահանգները կենտրոնական Ասիայում։ Եւ դրա այսպես ուրվագծերը մենք տեսնում ենք Վաշինգտոնյան այդ C5+1 ձևաչափով այդ գագաթնաժողովին։ Կենտրոնական Ասիա պլյուս Միացյալ առաջնորդներն էին Վաշինգտոնում, հանդիպում էին Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Սամարղանդում դրան նախորդել էր արդեն Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը եւ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերը այստեղ ներդաշնակ են եւ այս ամենը ունի շատ հեռուն գնացող նպատակներ, սրանք կարճաժամկետ չեն եւ շատ կարեւոր է այն էլ ինչ էլ նույնիսկ բառացիորեն ուղիղ տեքստով նշեց Թրամփը կենտրոնասիական առաջնորդների մոտ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության կարեւորության մասին եւ այդ թրիփի կառուցման ռազմավարական նշանակության մասին ճանապարհը փաստորեն ամբողջական իր անունով է եւ իր նախաձեռնությամբ, այսինքն ճանապարհ, որ անցնում է մինչեւ Կենտրոնական Ասիա հասնում եւ սպասարկում։ Այս ամենը ուղղակի պահանջում է Հայաստանից արդեն կոնկրետություն։ Խոսակցությունները ոնց որ թե պետք է այլ դաշտ տեղափոխվեն եւ մենք ժամանակ չունենք, չգիտեմ,
շուտ Հիմա պայմանական գիտեք վարչապետը ասում է մենք 44-օրյա պատերազմի ժամանակ չենք կարողացել ոչ դաշնակիցներից զենք բերել, որտեղ հապկի անդամ ենք եղել։ Բայց մենք շարունակում ենք մնալ հապկում եւ ըստ էության մենք չենք կարողանում ամբողջությամբ այն հնարավորությունները, որ Հայաստանի առաջ կարող են բացվել, բալանսավորված շոյգու ենք խաղում ստեղ։ Չենք կարողանում իրագործել։ Հիմա շոյգուին թույլ ենք տալիս այն շոյգուին, որը թուրքերի հետ Ղարաբաղում փայլուն օպերացիա նկարագրում ու գնացել հիմա շոյգուի հետ նստել չգիտեմ ինչ ենք։ Որ հետո էլ խոսի 3+3-ից եթե մենք հապից դուրս չենք գալիս, Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված շատ կարևոր պայմանավորվածություններ մեզ համար անհասանելի են լինելու, որտեղ գիտեք ինչ, մենք իհարկե սառեցրել ենք մեր անդամակցությունը, բայց պարտավորություններ ունենք հապկի այսպես կոչված դաշնակիցների հետ։ Չհասկանալով, որ մենք այնտեղ դաշնակից չունենք, որտեղ այնտեղ որևէ երկիր չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում մեր սահմանները, ավելին ջերմուկում գտնվելով այդ կառույցի գլխավոր շտաբի պետը հայտարարում էր մենք չգիտենք, այո, մենք չգիտենք ջերմուկը հայկական է թե ոչ։ Դրանից հետո մնալ հապկում եւ խոսել նոյեմբերի 9-ի այս արհավիրքը հաղթահարելու հնարավորությունների մասին, ես չգիտեմ։ Որոշ տագետներ էլ խոսում են, որ լավ հնարավորություն է բացվել, որ այ հիմա որ ապա շրջափակում լինի, RŽԴ-ն արդեն ներդրում կանի։ Կորեք գնացեք, հա, ստերից։ Ինչ RЖD։ Բերանները փակեք, հերիքա ներվայնացնեք մարդկանց։ Ոչ մի RЖD չի կարող այստեղ լինել։ Այս ամենն արվում է ոչ թե որ դուք RЖD-ի համար ինվեստիցիայի հնարավորություն։ Դե այդպեսի բան ասես ամերիկացիներին, այդ կնշանակի ուղղակի ձեռ առնել, այո, եւ չհասկանալ թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ եւ ինչ հնարավորություններից է Հայաստանը իրենց զրկում։ Այս ապուշ խոսակցությունները պետքա դադարեցնել։ Սա եւս էլի գալիս հանգեցնում անելը, որ մեր պետության մեջ չկա մի պրոֆեսիոնալ ստրատեգիական ռազմավարական հաղորդակցությունների մի պրոֆեսիոնալ դեպարտամենտ, որը զբաղվի այս բաներով սենց ասենք սահմանելով, հա, ինչն նարատիվներ մշակելով եւ ինչն է օգտակար չխոսել, հա։ Բերանները փակեք, ինչից որ չեք հասկանում։ Մեկ երկրորդն էլ այս պետությունը դուքյան չի, որ միայն դնեք կալկուլյատոր գլուխներն էլ տանջատեք, կալկուլյատոր միացնեք ու ասեք, հա, եթե պլյուս է, ուրեմն անում ենք։ Սենց չի աշխատում պետությունը, ոչ բացատրեմ։ Սելմագի մակարդակով պետությունը չի կառավարվում ախր։ Այո։ Սա պրոբլեմա, մենք չենք կարողանում այս բանը փաստորեն մինչև հիմա բացատրել։ Շատերը բարեբախտաբար հասկանում են, բայց առայժմ քաղաքական բեկման, այսպես ֆունդամենտալ բեկման հիմքեր դեռ չեն ձևավորվել, բայց մենք պարտավոր ենք այդ բեկմանը գնալ, այդ բեկումնային շրջադարձի գնալ, հակառակ դեպքում մենք օգոստոսի 8-ը կթողենք թղթի վրա։ Մենք խոսեցինք, որ նոյեմբերի 9-ը դա մի թուղթ էր, որը պետք է դրվել մեր պետության գերեզմանակարին։ Այ վերջաբանը դա է ալնել։ Այսօր մենք տեսնում ենք Ալիևն ինչ է անում։ Ռուսներն ինչ են անում։ Բոլորը զբաղված են այսպես շուկաներում Ալիևը ցույց է տալիս մեր երկրի ներսում տեղի ունեցող process-ները ամեն օր ավելի ու ավելի մեծ հաղթաթղթեր են տալիս Ալիևի ձեռքին, թե մենք ոնց ենք անլրջացնում ամեն օր օգոստոսի 8-ի համաձայնությունները։ Եվ դա ամերիկացիների Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ են իրենց ամերիկացի գործընկերներին ցույց տալու, որ այս պարտներներն անլուրջ են։ Մեկ, ինչի համար են բայց դա ունում։ Տեսեք, ռուսները ինչ են ասում, վերբալ, այո, պաշտպանում են, կոնստրուկտիվ բաներ են խոսում, բայց դա աջ ձեռքով, ձախ ձեռքով ամեն ինչ անում են վիժեցնելու համար օգոստոսի 8-ը։ Ինչ է անում Ալիևը։ Ալիևը ամեն ընդառաջ քայլի համար մի կոնֆետ է ուզում Ամերիկայից, մի բան ստանում է, մի բան չի ստանում, բայց Ալիևին շատ ձեռնտու կլինի, որ Հայաստանը դառնա, մենք խոսեցինք դրա մասին, անգործունակ եւ դիսֆունկցիոնալ այս համաձայնությունն իրականացնելու։ Այստեղ գան ուժեր, ովքեր էլի նոյեմբերի 9-ից կխոսեն, Ալիևը կասի, ահա, այս է լիմուզացներ։
ուրեմն Ինչի է պետք Ալիևին, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական ընդհանրապես ուժեր Ալիևը կգերադասեր խոսել ոչ թե Հայաստանի հետ, այլ Հայաստանի մասին։ Այս սրանա ձգտում Ալիևը։ Իսկ Ռուսաստանը դրա համար ստեղծում է հարմար պայմաններ, որ հետո գալու օգոստոսի հայտարարությունն էլ դրա մասին է։ Դրա մասին է, այո։ Եվ Հայաստանը ընդհանրապես նույնիսկ ստորագրության նոյեմբերի 9-ի, այո, փաստաթուղթը հենց դրա մասին է եղել եւ մեր նույնիսկ չմասնակցելը ստորագրությանը նաեւ դրա մասին էր։ Հա, որտեղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ուղղակի Թուրքիայի հետ որ այդտեղ ներկա չէր Հայաստանի հաշվին, Հայաստանի կյանքերի եւ տարածքների հաշվին համաձայնություն էին արձանագրում։ Ուղղակի մենք այսպես շատ հեշտ խոսում ենք օգոստոսի 8-ի համաձայնությունները չեղարկելու նրանց ձգտման մասին։ Այո, բայց մենք հասկանանք մենք ինչի ենք ձգտում։ Չենք պատկերացնում, թե դա ինչ հետևանքներ կարող է արժանալ Հայաստանի համար։ Վերջ։ Այսինքն չկա օգոստոսի 8, որտեղ օգոստոսի 8-ը ուղղակի շանս է բացել, դուռ է բացել, պատուհան է բացել Հայաստանի առաջ։ Եթե Հայաստանը չի օգտվում այդ բացված պատուհանից, փակում է իր հետևից այդ պատուհանները, իսկ Հայաստանի ներսում առնվազն այդպիսի տրամադրություններ են ամեն օր, որ դրանք հերանեկար չունեցող, հորիզոններ չունեցող, ժամանակավոր, չոր Թրամփի բացառապես անձնական Թրամփը որ գնաց բա հետո ինչ է կանելու։ Ընդ որում մենք տեսնում ենք այսօր հարկատուների հաշվին աշխատող լրատվամիջոցներում այս նարատիվներն առաջ են տարվում, մի բան էլ փորձում են այդ մտքերը դնել, ասենք արտասահմանցի փորձագետների բերանը փորձելով մեզ չգիտեմ ինչ ապացուցել։ Սա զզվելի է ուղղակի։ Եվ շատ վտանգավոր։ Դե հարկատուների հաշվին նաև ռուսական լրատվամիջոցներն են հակակառուցություն անում Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ձեռք բերված պայմանավորվածությունները եւ մուլտիպլեքսում հարկատուների հաշվին գործող մուլտիպլեքսում Հայաստանի դեմ արշավանք է։ Եվ Հայաստանը ֆինանսավորում է իր դեմ արշավանքը։ Հիանալի է ուղղակի։ Եվ սա, չգիտեմ, սրա որ մասն է արտաքին, որ մասն է ներքին, ի վերջո մենք հասկանում ենք, որ հայաստանյան իրողությունների առյուծի բաժինը, ներքին իրողությունների առյուծի բաժինը այս կամ այն կերպ կապված է արտաքին իրողությունների հետ եւ արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ճիշտ այնքան են, որքան Հայաստանի ներսում մենք թույլ ենք տալիս։ Այո։ Եվ Հայաստանի ներքին կյանքը, այո, մենք պատուհաններ ենք բացում, դարպասներ ենք բացում թշնամու առաջ, ասում ենք եկեք մեզ։ Ու որ բան էլ չասեն, անունը դնում են բալանսավորված։ Սենց մենք տեղ չենք հասնի։ Այստեղ հստակություն է պետք, կոնկրետություն է պետք, կոշտություն է պետք։ Կոշտություն թե ներսում, վճռականություն դրսում Եվ կոնկրետություն դրսում, ի վերջո այն ինչ մենք խոսեցինք։ Հետաքրքիր է Սերժի այդ հարցազրույցը տեղի է ունենում այն օրը, երբ դրան հաջորդ օրը, երբ Սերժ Սարգսյանին դատարանը արգելում է դուրս գալ երկրից, որովհետև մի հանցագործություն, որ 6 տարի առաջ բացահայտվել էր, Միխայել Բաղդասարովը ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ, որ նա պահանջել է 6.5 միլիոն ամերիկյան դոլար իր եղբորորդու եւ Սեթրակ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի որդու անով ստեղծված ընկերության դիմաց, մասնաբաժի դիմաց եւ գիտեք, ես հարյուրավոր մարդկանց եմ ճանաչում, ովքեր մի հավ գողանալու համար հիմա տարիների պատիժ են կրում։ Նա դատարաններն էլ զբաղված են, հարցը չի քննվում։ Այո։ Սերժ Սարգսյանը, որին գահանկեց է արել ժողովուրդը հեղափոխությամբ, մի օր անազատության մեջ չի գտնվել։ Սերժ Սարգսյանի ազդեցությունը այս դատական համակարգի վրա շարունակում է ահռելի մնալ։ Ռեֆորմացված Եվ այս հարցազրույցը փորձ է նաև իր մասին իմացնել տալ իր քաղաքական նշանակությունը, քաղաքական ազդեցությունը կրկին ուրեմն ռեինկարնացիա է ենթարկել։ Այո։ Սա սիգնալ է համակարգի այն սեգմենտին, որի վրա այդ ազդեցությունը տարածվում է։ Ուղղակի պետության դեմ,
հաղորդում է եւ հրավեր այլ պետության Հայաստանի ներքին գործերին խառնվելու, Հայաստանի քաղաքական կյանքին միջամտելու, ու սա պիտի հետևանք ունենա, սա պիտի հստակ իրավական գնահատականի արժանանա։ Բացի քաղաքական գնահատականից, որ մենք առիթ կունենանք եւս մեր հաջորդ հանդիպումներում ունենալ, իրավական հետևանք պիտի ունենա։ Եթե դուք Վարդանիկին տանում եք միութենական պետության քարոզություն անելու համար քրեական հոդված եք ավելացնում, բա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դրա համար պատասխան չպիտի տան։ Սեպտեմբերի 3-ի Ինչ ընտրովի արդարադատությունը։ Այն Սերժ Սարգսյանի անվան սեպտեմբերի 3-ի համար, հա, ասենք։ Գործողությունները բա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հուսամ առաջիկայում ավելի լավ առիթներ կունենանք քննարկելու, այսօր իրապես ծանր օր է, բայց ամեն օր այս օրը հիշելով մեր նահատակ եղբայրներին, զավակներին, պիտի արձանագրենք, որ այսօրը նաև հնարավոր է դարձել իրենց զողողության, իրենց կյանքի շնորհիվ եւ Հայաստանի արժեվ բացված այս հնարավորությունները մեծ հաշվով անհնար կլինեին, եթե դեպքերը չզարգանային այն հունով, որ Հայաստանը ի վիճակի եղավ դիմակայել, ոտքի մնալ եւ մենք անընդհատ խոսում ենք, որ թեև պատերազմական գործողությունները Հայաստանի տարածքից դուրս էին, Արցախի տարածքում էին, բայց այդ նվիրական սխրանքը, նրանց հերոսությունը եղել է Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի հարատևության համար։ Մեր պարտքն է իրենց դեռ չենք տվել մեր գործողություններով, իսկ ես մնում եմ լավատես, որ մենք կհասնենք մեր նպատակին, մենք իրենց նպատակին, այո, այն ամենալայն ճանապարհը, հա, որը քաղաքակրթության ճանապարհն է, այս աղբից կմաքրենք երկիրը եւ իրենց այդ երազանքը կդարձնենք իրականություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Կհանդիպենք։